Հաղորդման գործընկերն է My Energy ընկերությունը։ Ձեր էներգիան ձեր ձեռքում։ Love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա, love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա։ Բարի մարդիկ, այսօր ես ձեզ ողջունում եմ Հայաստան աշխարհի եզակի չկրկնվող գեղատեսիլ լորից։ Վերջապես արկածներս ինձ հասցրեցին Հաղպատ Սանահին գյուղերը, որտեղ էլ այսօր հրաշալի օրենք ունենալու։ Չկասկածեք, գնացինք։ Ո՞նց եք։ Մենք տեսանք սենց սիրուն քայլում եք այս բնության մեջ։ Ասի գնամ տատի հետ խոսամ։ Հա, Ազիզ ջան, լավ ենք։ Լավ եք, ուր եք գնում։ Մեր տուն եմ գնում։ Ձեր տունը ստեղ է։ Այս բնության մեջ եք ապրում։ Այո։ Իսկ ոտքով եք քայլում գնում կենտրոն հետ գալի։ Հա։ Ուրեմն առողջ կլինեք։ Հաց ենք առնում, ուտելիք ենք առնում։ Նկարում այ։ Հա, նկարում է, տաճ ջան, նկարում է։ Ձեր առօրյայից մի քիչ պատմեք։ Ինչ պատմում։ Ինչով եք զբաղվում։ Թոշակառու։ Թոշակառու եք։ Հա։ Բայց ակտիվ կյանք եք վարում։ Օրվա մեջ քանի անգամ եք գնում գալիս Մի այսպես։ անգամ գնում ենք, Հա։ մին էս առավոտ, մին են առավոտ նկարում։ Հա, լավ չի որ նկարումը։ Հա, լավ Ազիզ ջան։ Իսկ ինչ կպատմեք ինձ։ Ինչ ես ուզում, ինչ պատմեմ։ Ձեր առօրյայից ինչ որ լավ դեպքեր, սիրուն, ձեր կյանքից։ Ինչ կյանքա։ Մի տղա ունեմ Երևան աշխատում։ Ահա։ Թոշակառու եմ ես։ Պապիկա։ Պապիկ չկա։ Պապին չկա։ Չկա։ Շուտ բանից։ Հա, քանի տարի, 10 տարի մահացել է։ Վայ, մնացել եք մենակ։ Մենակ եմ մնացել, Երևան եմ գնում, թորներիս կուշտը, Տղստանում է, պահում է ինձ։ Հետո հետ եք գալիս։ Հա, 5 ամիս մնում եմ, ետ գալի։ Սեզոնային եք գնում գալիս։ Հա, Ամռանը էստեղ եք։ Ոչ ենք քաղում, Ահա։ ֆոն ենք քաղում։ Ինչ ես ուզում պատմեմ։ Շատ լավ է։ Վաղ ուրց։ Հա, Հիմա սեզոնն է, բայց արցի, հա։ հա, արդեն ուրցի սեզոնն է։ Հա, ուրցի սեզոնն է։ Իսկ ինչ որ հողի մշակմամբ, բան։ Ես հողամաշ չունեմ, Հա, հա։ Ես հողամաշ չունեմ։ Իսկ ձեր օրը ո՞նց եք սկսում։ Օրս գնում ենք տելևիզորը մտիկանում։ Հա։ Սաղորը պարկած տելևիզորն ես մտիկանում։ Մի տելևիզորը 10 ես շանցատա։ Ախ, Մի բանը 10 ես շանցատա։ շատ հանգիստ կյանք է։ Հանգիստավորնը։ Էսա մոշը կլիքը քաղենք, Ահա։ Մուրաբաբան թե ծախեք։ ծախենք, Ծախեք։ ծախում ենք։ Ամուսին ունիս, Ունիմ։ ինա, Չէ, քանի երեխա ունիս, չունեմ։ խիչ ունիս։ Ժամանակ չունեմ։ Ուզում հարմարացնեմ տենամ, որ սեզոնին մի քիչ ազատ կլնեմ, որ երեխա պլանավոր է։ Երեխեն լավն է, զավակը լավն է։ Նայած երեխա։ Ամեն երեխա խոչել։ Նայած երեխա։ Բոլոր երեխաները չեն որ լավն են։ Լավն է նորմազիշան լավ։ Եկեք գնամ կոֆե հույրասի։ Չէ, տոտ ջան, խմել ենք առավոտը։ Արդեն խմել ենք։ Առողջ մնա, Դուք լավ մնաս։ Դե հենց էլ առողջ մնաս, ես էլ առողջ եմ միշտ կասե նկարի։ Վախ, ապրես տաճ ջան, դե լավ եղի։ Ստեսություն։ Հաջողություն։ Լավ մնացեք, ստեսություն ձեզ։ Ստեսություն։ Այդ նկարը տելևիզորը չկցեց։ Չէ, տելևիզոր չի մերը։ YouTube-ա մերը։ Էդա կծեցի թորս կտենա էլ։ Թորը եթե ինչ ճանաչում է, գիտի որ մենք բարի բաներ ենք խոսում, տաճ ջան։ Ոչ մի վատ բան։ Կամպյուտերով բանով մտիկան։ Հա, բայց կտենա որ իր տածը խոսացել։ լավ է։ Գնացի տաճ ջան։ Հաջողություն։ Ստեսություն։
անճարեղ մտքեր։ Իրես ես քանի օրն ինչ էր։ Վիճում ենք ընկերներով, թե կանոնը ոնց է։ Վիվշատա թե վիվտար։ Առաջին ինչ։ Վիվշատ թե վիվտար։ Բայց ես էլի մոռացել եմ որտե։ Ինչ եք նկարահանում։ Հաղորդում ենք ამ գյուղի մասին։ Ձեր հաղորդումները շատ սիրում ենք, Շնորհակալ եմ։ շատ հիանում ենք, որ մարդկանց հետ բարի եք, բարի խոսքեր եք ասում։ Շատ լավ է, շնորհակալ եմ։ Իսկ ինչ եք անում դուք այստեղ։ Նստած առևտուր ենք անում, փոքրիկ առևտուր։ Ոնց է գործերը լավ է։ Լավ է, փառքաստու, դժգոհում չենք։ Իսկ շատ տուրիստներ են գալիս թե մերոնք։ Շատ տուրիստներ են գալի, մեր հայերն են գալի։ Մենք շատ ուրախ ենք, որ իրանք եկեղեցիներ են գալի, այցելում են, իմանում են ամեն եկեղեցիների ամեն մանրուքները։ Այստեղից եք դուք հենց այս Այո, ես գյուղից եք։ Հաղպատից եմ, Հաղպատ ծնվել եմ, Հաղպատում էլ ապրում եմ։ Հաղպատում էլ ամուսնացել եք։ Ամուսնացել եմ։ Էս է երևի ձերը։ Այո, սա մեր սեղանն է, Հավեսա։ Ես հաջան։ վաճառում ենք մեր Հաղպատավանքի մագնիսները, սուվիներներ, փոքրիկ տարազներ, Իսկ ամենաշատ ինչն են գնում, ինչն են սերում։ Մագնիսներ։ Հաղպատից հենց Հաղպատավանքի մագնիսներ են տանում։ Հենց Հաղպատ վանքինն են տանում։ Նուր բանը չէ։ Նուրել, ասենք Հայաստանի սիմվոլը, գրանատը, մեր հայկական նուրը։ Իսկ դուք եք դիզայնը տալիս։ Չէ, մենք գնում ենք։ Գնում եք։ Գնում ենք առևտրի, բոլոր ամեն ինչը առնում ենք, բերում ենք։ Իսկ ձերը որն է ամենասիրելին։ Ամենասիրելին հենց նուրն է, մեր հայկական տարազը։ Հա։ Այո, սիրում ենք շատ։ Շատ լավ է։ Դե, ինչ ասեմ, լավ եղեք, ձեզ լավ առևտրային օր։ Ապրեք, շնորհակալ ենք շատ, սիրում ենք ձեզ։ Շնորհակալ եմ, ես էլ ձեզ։ Դե ստեսություն։ Ստեսություն։ Հաղպատի վանքը Հայաստանի միջնադարյան կարևորագույն վանական համալիրներից է, որը հիմնադրվել է 10-րդ դարում Բագրատունիների թագավորության օրոք։ Եղել է հոգևոր, մշակութային ու կրթական խոշոր կենտրոն։ Համալիրը հայտնի է իր միջնադարյան եկեղեցիներով, գավիթներով, գրատնով եւ խաչքարերով։ 1996 թվականին Հաղպատի վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Սանահինի վանքի հետ միասին։ Ժողովուրդ ջան, այ հիմա իրական արկածները սկսվելու են։ Ինչ եմ անելու։ Բարձրություն եմ հաղթահարելու։ Ինչ ձևաչափով քիչ անց կիմանաք։
ճանապարհը լավ է, դժվար է, բայց Ցեհացրեմ զգում։ Առաջ վարաչեմ։ Նան։ Հայ շորջան։ Հասա։ Բարև ձեզ։ Ես Անաստասիան եմ։ Դուք։ Սամվել։ Դուք։ Գոր։ Հա, երեխեք ջան։ Այսօր բան ենք անում, վտանգավոր բաներ ենք անում։ Ես հագնում եմ։ Հա։ Էլ ինչ եմ հագնում։ Հա, էլի դիպորտադիր։ Մի քիչ բանը, ոնց որ այսօր շատ վատ է օրը սկսվել։ Վտանգներով լի, դրա համար տենց չավարտվի, էլի։ Ոնց որ։ Էդ ինչ էր։ Ամեն։ Հայ, սվոց սամոլոտ է գլխիս ընկնում։ Գրպամս բան կա չի թափվի, չէ։ Տամ ձեզ։ Հա։ Դուք չեք գալիս։ Չէ։ Դուք էլ չեք գալիս։ Պիտի կպահեք, հա։ Նշանս մատանն է։ Հիմա պիտի հանեմ, ու ամեն անգամ պիտի հանեմ։ Ոստվոց։ Պիտի իջնեմ։ Բայց չին է, տենց ամեն անգամ հանեմ, բա որ այդ հանելու ընթացքում ոտս սպլ տա։ Դե ոչ չնի, եղավ։ Տատս ասում է, փորձանքը մի անգամ ա լինում։ Լավ, ես հասկացա, պետք է ուղղակի ներքև չնայեմ։ Ստեղ էլ։ Այ աստվածներս, խիչ չի պոկվում։ Ստեղ էլ եմ հանում։ Մի խոսքով առավ պարան եմ, հա գալիս։ Մերը հանել դնելը։ Վաու։ Ոստվոցներ, այսքան բարսացել ենք։ Ոյ, ես չեմ նայում ներքև։ Չեմ նայում։ Ոյ, ոստվոց։ Դե ես պարանը գցելուց, պետք է սենց անեմ, որ Վերջ, անցա, անցգուշ այդ քարերը թափվում են։ Հետո ստեղից ոնց եմ գալիս։ Սենց։ Ոյ, ոտս սղում է։ Ես ինչ անեմ, արդեն ձախ կողմի վրա է։ Ոյ, մնացել է ստեղ։ Ոյ, պարանը մնացել է։ Ժորդ, պարանը մնացել է, առաջ չեմ գնում։ Պարանը մնացել է ստեղ։ Չգիտեմ կբարձրանա։ Իրականում, եթե մարդ ֆոբիա ունենա բարձրությունից, չի կարա բարձրանա։ Ես ֆոբիա չունեի, բայց եթե ներքև էի նայում, ես ում լարնա։ Ես ֆոբիա չունեմ, բայց որ ներքև էի նայում, ահա որ վախ ու լարվածություն էր մտնում ու դրա պատճառով սկսում էր ոտքերս դողալ, էդ էլ բարդ ասում է, որ քայլ դնես ու գնաս առաջ։ Բայց էքստրիմ սիրողների համար այս ընտիրան հենց էմոցիաներ կապրեք, որ գիշերը հաստատ չեք քնի։
Շատ ընտիր քարանձավա Ժորժ ջան, լավ, մեծ հարմար սենյակ կլինի, բայց տեղեկություն չունեմ։ Ստե լավ օրինակ մահճակալ կդրվի։ Չէ, բասեին, հով զով բարձրունքում։ Հին ժամանակներում ստե մարդիկ են, չի ապրել, երև իրանց կրակների տեղերն է։ Որ շատ մանգանք իրաց փողերն էլ կգտնենք։ Գնացինք։ Ես մի քիչ լավ բանի չի տանում, հատկապես ես։ Ստեղ էլ քարանձավ կա։ Իա։ Փոշեկուլ Ժորժ։ Փաստորեն այն ժամանակներում մարդիկ օգտագործել են փոշեկուլ։ Մենք հին կոշիկ ենք գտել, առաջին կոշիկը, էս էլ երևի փոշեկուլն է, հայկական փոշեկուլը։ Առաջին անգամ փաստորեն մեր մոտ են օգտագործել։ Դեռևս քարանձավում ապրել ես։ Այնտեղ էլ կավ կա։ Ինչ են ասում, երևի դեռ այն բանի փուլի մեջ է, որ քանդում ստուգում են։ Պեղումներ, հələ պեղումներ են անում երևի։ Պեղումների արդյունքում կհասկանանք ինչ գանձեր են այստեղ թաքնված։ Գուցե այսօր ես այստեղ թաքնվեմ։ Հետո պեղեն ինձ։ Թռչունները չեն վախենում տենաց բարձրությունից։ Ասենք մի հատ թռչունը ֆոբիա ունի բարձրությունից, ո՞նց է թռնում։ Պետք չի չենց թվում ստրախով կա, որ ընկնեմ էլ ոչ մի բան չի լինի։ Հասանք Ժորժ ջան, անհավատալի է, բայց տեղ հասանք։ Փաստորեն այսօր իմ օրը չէր գնալը, ապրեք, շատ հետաքրքիր էր, շատ վախենալու էր, սենց ճիշտ եմ հանում, կարող ես սենց հանեմ, մասնակետն են, խորն եմ։ Էմոցիաների տակ է։ Պարոն Ալիկ, էդ ինչ բերիք գլխիս։ Բայց ժայռ էր, որ ես բարձրացա։ Նորմալ ժայռ է։ Հա, իրականում շատ էքստրիմ էր, ապրեք, Ժորժ ջան, պարոն Ալիկը այս ամեն ինչի հեղինակն է։ Պարոն Ալիկ դիմեմ, թե ոնց։ Չէ, Ալիկ։ Ուղղակի Ալիկ, վերջացավ։ Ավելի լավ։ Ալիկ ջան։ Ասեք, լսում եմ։ Այն ինչ տեսակ Ժորժ ջան, այդ ամեն ինչի հեղինակն է Ալիկը, բացի դրանից ունի նաև ռեստորան, որին քիչ անց կծանոթանանք, մի հատ ճաշատեսակներին էլ չէ։ Միանշանակ։ Կծանոթանանք, կհամտեսենք, կվայելենք այս մաքուր օդը, կողքը ասեմ ձեզ գետնա խշխշում, որտեղ կարող եք լողանալ։ Ինչ խորություն էր։ Երկու միջև։ Ինչև երկու։ Դուք լողանում եք։ Հա։ Ամեն օր։ Չէ, ամեն օր չէ, բայց շոկորին լողանում։ Շոկ, ձմեռը չէ։ Ձմեռը չէ։ Առողջ չարարա էլ ձմեռը դրա համար։ Չէ, շատ սուրբ է ձմեռը։ Հա, չեք ուզում առողջ լինի։ Ուղղակի սառն է։ Հա։ Առողջ ուզում եմ լինել, բայց շատ սառն է։ Ինչ կպատմեք ինձ ձեր գործունեությունից։ Ոնց է անցնում, գործերը ոնց են։ Գործունեությունը շատ լավ է անցնում։ 23 թվականից մեզ թույլտվություն են տվել, որ քարանձավները հասանելի դարձնենք հասարակությանը։ Այ քարանձավներից մի երկու բան կպատմեք։ Քարանձավները դուք տեսաք, չէ՞, աստիճանները։ Այո։ Ինքը մինչև մեզ տրամադրելը ինքը եղել է անհասանելի։ 78 թվականին են պեղումներ կատարել։ Եվ այդ պեղումները կատարելը գրքում գրված է, հատուկ գիր կա քարանձավների, որ ինչ դժվարությամբ են կատարել, ակներ գյուղից փորձել են, որ մեջը մտնեն ու 7 ժամ է տևել այդ պեղումները։ Հիմա այդ քարանձավը արդեն տեսակ որ հասանելի է։ Այո։ Եվ հիմա մնում է որ մենք սպասարկումը կատարենք պատշաճ, որպեսզի հասարակությունը ինքը կարողանա ծանոթանալ այդ քարանձավների հետ։ Այո, ինչու ոչ վախերը հաղթահարեն։ Պատմամշակութային քարանձավ է, լաստու հենց պատմամշակութային քարանձավն է եւ տարբեր ժամանակահատվածներում ապրել են մարդիկ եւ հետքերը մնացել է, չգիտեմ նկատել եք թե չէ, քարանձավի մեջ կան փոնրատներ, Փոշեկուլ։
փոշեկուլը փոշին վերցնելու համար ենք Հա, բարձրացել, զգացի։ բայց ծնդով էլ է երևի եղել փոշեկուլ։ Ինձ թվում է տենց էլ եղել։ Դացած մարդիկ են եղել ու այդ հետքերը երևում է որ իսկապես շատ զարգացած են եղել։ Իսկ ինձ պատմեք ձեր ռեստորանային ոլորտից, օրինակ ինչ հետաքրքիր դեպքեր ա լինում հետ հաճախորդների հետ։ Ընդհանուր օրինակ տուրիստների հետ շփվելն է հետաքրքիր, որ Լեզը չեք հաս։ Հա, այդ բան ուզում են հետը շփվեն ու ասենք անգլերեն չգիտես, օրինակ ասում է, «Էս ինչ միս է», ենթադրենք սեթը դրված է, Հա։ ու ասենք սեթի մեջ կա տարբեր տեսակի մսեր, հիմա պետք է բացատրես կովը, Ոնց եք բացատրում, չինարեն։ կովը, կամ ոչխարը պետք է բացատրես։ Ոչխորը ոնց եք բացատրում։ Ամի ձև էլի ոչխարի ձեն անելով կամ։ Ոչխորը ոնց էր ձեն հանում։ Դենց չեմ կարող ձեն անեմ, բայց մի Ես եմ ուզում բան անում եմ, քանի որ դուք Չէ։ հաճախորդ չեք ասում, դրա համար չեմ ասում, էլի որ հաճախորդ կնեք, ես ցույց կտամ։ Ինչ հետաքրքիր տենց եք շփվում։ Մաու։ Նե բան։ Հասկացա։ Էկզոտիկ տեղ է, մանավանդ այդ պարանով բարձրանալ, իջնել, այդ ամեն ինչը տեսնել, մաքրոթին նստել, իրանց համար էկզոտիկ բան է։ Տեսեք, ինքը ունենալու է, այսինքն հիմա կա, մնում է սպասարկման հետ կապված ավելի պատշաճ հնարավորություններ ստեղծենք։ Մի ուղղությունը մնում է էքստրիմ, բարձրությունը տեսակ, որ դա ամեն մարդ չի կարող գնա, էլի։ Չէ, եթե մարդ ֆոբիա ունենա, սարսափելի կլինի։ Դրա հակառակ ուղղությամբ լնում է կիսա էքստրիմ, որ ասենք էլի մարդիկ կարան այդ քարանձավտենան նույն բարձրությունից, բայց հեշտ ճանապարհով գնան տեսնեն։ Դե ժողովուրդ ջան, ինձ բարի ախորժակ։ Պապի, բան չեք զբաղվում։ Դե թոշակ եմ ստանում։ Մի թոշակ էլ մհերից եմ ստանում որպեսի Աշխատող։ Լավ է, էլի, երկու թոշակ։ Չէ մի թոշակ եմ ու սոված կմնան։ Ոխոման։ Հո, էտա ինչ ունենք։ Յոլա պետք է գնանք։ Կարևորը սիրուն բնության մեջ է կապը։ Օդը մաքուր։ Ես սպասելու կաստեղ գիտեք։ Ինչ կա։ Քաղաքը ախտալա։ Հա։ Վանքը որ կա վանքի են կողմը։ Հա։ Ես ընդերից եմ։ Ընդեր եմ ապրում։ Բայց 25 տարի որ եկա այստեղ, նա այն տանն է ապրում։ Հա։ Փլվեց այդ տունը վիշկա սարքեցին բանալին։ Եկել եմ այստեղ անտառը բերան։ Օ, խոնտարը բերան։ Հա, այլ ցախը կա, ջուրը կա։ Մենակ եք։ Չէ, կնոջս մենակ 5-6 տարի մենակ եմ եղել։ Հետո ամուսնացաք նորից։ Չէ, այդ բանով չէ։ Վրաս ուրիշ մտքերով է սա։ Հիմա հաշվարկում ես։ Չվրասիկ մենակ եք հետո։ Հա դե թորնիկներս վարձով մնում էին, սովորում էին, մի ավարտեցին, վերջացրին, հետո իրանք նպատակներին հասան, հիմա էլ մենք ենք։ Հո, չէ ուրիշ միտք չունեմ։ Բարձրագույն ավարտեց, ամուսնացավ։ Ապրե։ Ապրի տատը, ես էլ ապրեմ։ Մենակ եմ մնացել ինքը այնտեղ Երեխեքին է յոլա տարել։ Ապրի տատին կասեք իմ կողմից։ Բայց ինչ անեկդոտներ կպատմեք մի քանի հատ։ Ինչ։ Անեկդոտ։ Հայ քո։ Ամեն տեղ գնալիս դու անեկդոտներ ես ուզում։
Ուզածը շատ բան չի։ Պատմեմ, ես բայց կարող է հետո տելևիզորով բանով նայեն նեղանա։ Չեն նեղանում, ինձ այնց ոչ մեկ չի նեղանում։ 4 ծնեմ։ Իստի մի ռուս աշխատում։ Մինայ։ Ես 6 տարի է իրան ճանաչում եմ, 5-6 տարի։ Հա։ Միշտ ինա եմ ասել։ Տեր Աստված։ Դե ինա գիտեմ, ինքն է զատ Սերգեյ։ Մի օր ջայնացած, մնան ինա զավուտ։ Ах, сейчас и 5-6 лет я тебе и знаю сегодня меня что ли? Юлия Стар. Это ли анекдот не զարմացա, ամեն տեղ պատմում եմ ծիծաղում։ Չէր ասել, որ տենց չի անունը, համբերատար ա եղել 6 տարի։ Բամ ինչն է խանգարում, որ այդ անգամ ինչ սատանա մտավ մեջ։ Մրի։ Ոչ, երասը չի ես ներվային սիստեմը խախտված այս իսանի։ Պապի։ Մերին էլ եմ պատմում։ Բա էլ ինչը կպատմեք։ Հələ մի քանի աստիճան բանի մասին գիտեք ապորանցիների, լորեցիների։ Էլ լորեցին։ Կոպիտ բան ենք ասում էլի։ Ինչ։ Արտահայտ։ Բայց ինչ էլ է։ Հայոյանքով բանով դե բախի կորչ։ Այդ պահին ուրիշ բան ասեք։ Ասել ցավդ տանեմ։ Հա, արեք տենց պայմանավորենք, ասեք ցավդ տանեմ, ես կհասկանամ ինչ է։ Ես խմող եմ էլի։ Դուք խմող եք։ Հա, իմ անունը Յաթրո Սերոժա։ Յաթրո։ Յաթրո տնական։ Յաթրոն ասում էլի մենք։ Յաթրոն է ինչ են։ Հայերեն է Լորվա բարբարով տնական արախ։ Հա, ձեր մականը տնական արաղա։ Չէ, տնական արախ չի, Յաթրո Սերոժ։ Ես ձորը լրիվ ճանաչում եմ Յաթրո Սերոժա։ Յաթրո տնական։ Հա, էլի տնական արաղա, բայ։ Արա ոնց բացատրեմ քեզ։ Տնական արաղին մենք ասում ենք Յաթրո։ Վերջ, պարոն Յաթրո ջան, հասկացա։ Ես որ մշտական տնական եմ խոհում, ասում եմ Յաթրո Սերոժ։ Հասկացա, որ գանք, ասենք Յաթրո Սերոժ կիմանան դուք եք, կբերեն ձեր մոտ։ Հիմա Յաթրո ունեք։ Անպայման։ Միշտ ունեք ամեն օր։ Ամեն օր չի, արդեն պռավել եմ։ Մի տխրեք, ոչինչ։ Տատիկը նեղանում է։ Տատիկը, ասում է ինչ ես ամեն օր Յաթրո վերցնում։ Հա։ Տատն էլ թո մի բաժակ Յաթրո վերցնի։ Չի բանդախեղ չկնի չեմ։ Դե առողջություն տատին։ Դուք էլ ձեզ լավ նայեք ու շնորհակալություն սենց պոզիտիվ էներգիա տալու համար։ Ապրեք, Յաթրո Սերոժ պապի ջան։ Դուք էլ ապրեք։ Երկար կյանք ունենաք, միշտ ուրախ ապրեք։ Հա, փորձենք։ Աշխարհին խաղաղություն էլի այ բալա։ Հա, օգնեմ վեր կենակ։ Չէ, ես 18 տարեկան տղա եմ, ինչ էլ։ 18։ Համարյա իրար տարիք ենք։ Գնանք գործ-մորձ անենք։ Հա, գնանք գործ։ Այսօր ինչ պիտի անեք։ Յաթրո քաշեք։ Յաթրո ենք քաշում։ Ինչից։ Թթից։ Թթից։ Մաքուր թթից։ Ամենահամով ինչով նա։ Թութն էլ, հոնն էլ, ամեքիր համ։ Իսկ ձեր սիրելին։ Այմ սիրելի Յաթրոյի համար սիրելի արախ չկա, ինձ համար լրիվ մեկ է։ Կլինի կարևորը, Յաթրո լինի։ Հա, այդքան արախ։ Պապի ջան։ Մի անեկդոտ էլ պատմեմ։ Հա։ Քավառեցին գնում է քննություն տալու ինստիտուտ։ Ասում են, դե որ քավառեց ես, դասախոսն ասում է, էլ ինչ հարցը փորձ անեմ։ Մի շշարաղա բերում ասում է, խմի ասա գրադուզը։ Խմում է, ասում է 60 գրադուս խոսքի հոնի արա։ Երկրորդն է բերում, ես խմի ասա, ես էլ ես ինչի դամբլի արաղա 60 գրադուս։ Մի երրորդն է բերում, արդեն 3 բաժակ խմել է, այդ քավառեցին։ Ասում ապրես, 5, դուրս արի, մի քիչ գնում է քայլում դռան մոտ, անգեր դասախոսել հարցեր չունես մեմենն էլ դու էլի։ Էլի ազում խմի։ Քնության տեսակ։ Ասում հարցեր չունես մեկ տպես։ Ախորժակ բացում է 3 բաժակ խմել։ Համը բերանն է մնացել։ Անել հենց բանա որ մեկը խմում է երկրորդն է ուզում։
Սիրելիներ, այսօր ես արթնացել եմ Cypress հյուրատանը, ինչպես արդեն նկատեցիք, շատ գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի սարերը, էլ չասեմ ինչ շշմելու հաճույք էր առավոտյան արթնանալ, լսել թռչունների ձայնը, շնչել ես մաքուր օդը, մի խոսքով ամեն բան իդեալական էր, ուզում եմ իմ մեծագույն շնորհակալությունը հայտնել այս ամենը ստեղծողներին։ Իսկ եթե դուք հանկարծ ցանկանաք համենալ, կոնտակտները թողնում եմ այստեղ։ Սիրելիներ, մենք մյուս հրաշալիքի մոտ ենք Սանահին վանք, որը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր կրոնական, կրթական ու մշակութային կենտրոնը։ Այստեղ եղել է դպրոց, գրատուն, որտեղ ստեղծվել ու պահպանվել են մի շարք ձեռագրեր։ Իսկ հիմա շրջենք ու ավելի մանրամասն ծանոթանանք պատմությանը։ Իմիջայլից այստեղ շատ հանգիստ է, որ գալիս ես իսկապես լիարժեք հանգստանում ես։ Այ վանքը այսպեսին պետք է լինի։ Սանահինի վանքը Հայաստանի միջնադարյան նշանավոր վանական համալիրներից է, որի հիմնական կառույցները ստեղծվել են 10-ից 13-րդ դարերում։ Հատկապես հայտնի է եղել իր մանրանկարչության եւ գրչության դպրոցով։ Համալիրի կարևոր կառույցներից են Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, գրատունը, ակադեմիան եւ զանգակատունը։ Գլխարկս դնեմ, ինձ գլխարկով են էլ այսօր տենց սիրում։ Այսօր դուք անգլխարկ եք, ես անգլխարկ ճանաչեցի։ Հա? Ասма գլխից բան կա, ճանաչեցի։ Ես ընդհակառակ առանց այդ գլխարկը։ Առանց գլխարկը, հա, մենք մեկսս գլխարկով թաքնվում են, բայց ճանաչողները ճանաչում են ձայնից հատկապես։ Այո, չեն կայ։ Հա, ձեր ձայնի մեջ կա ինչ-որ քաշող բան։ Հա? Հələ հետաքրքիր։ Դբալավը քաշող։ Հա, բայց իմը գլխային ձայնա, մեկ-մեկ ինձ թվում է ականջին տհաճ է։ Ընդհակառակը, ես օրինակ մի հաճույք եմ ստանում, քեզ հետ խոսալուց։ Ուրեմն շատ կզրուցեմ։ Ժորժ ջան Զավենին հանդիպեցինք հենց վանքի մեջ, հետաքրքիր զրույց ունեցանք, ասացինք տեսախցիկների առաջ շարունակենք։ Անվան ծագումնաբանության հետ կապված հետաքրքիր տարբերակ ասեցիք։ Հա, մի հատ Ես ճիշտն ասած բոլոր պատմաբաններից, պատմության ուսուցիչներից եւ այլն նման մարդկանցից ներողություն եմ խնդրում։ Ես կարող ասենք 100%-անոց չգիտեմ, բայց քանի որ սիրում եմ։ Բայց չկա մի բան, որ 100%-անոց է, ցանկացած ինֆորմացիա։ Ես ինչքան գիտեմ, մինչև Սանահինի վանքը, որ տարել է քրիստոնեական կենտրոն, գիտական կենտրոն, իդեպ ոչ միայն տարածաշրջանում, աշխարհում։ Մինչև այդտեղ ինչ որ հիթայեթանոսական բաներ ա եղել, ըստ իմ գիտենալու, ես չգիտեմ որտեղ եմ կարդացել։ Հա։ Սա այստեղ էլ է Անահիտ Աստվածուհու արձանից, թե քանդակից, թե ինչ որ մի հատ կտոր։ Ես տենց գիտեմ, տենց եմ կարդացել։ Այսինքն հեթանոսական տեղ։ Հա, ու տենց ասել են, սա Անահիտեն մաս է, սա Անահիտեն է։ Հա, Սանահինա դարձել ժամանակը։ Իհարկե հետո սովետներից հետո ասում են սա նրանիցին, ասում են հախպատիցին։ Ու էդ էլ կարելի է։ Տարբերակ կա, ես դրան էլ ոչ դեմ եմ ոսկում։ Գլուխ կգոմ, որ ասենք ծառանկարներ եմ անում,
ծաղրանկարներ իմը արել եք։ Ձեզ ճիշտ ասած չեմ գցել, ձեր ինչը ծաղրեմ։ Ես հիմնականում ոչ թե ծաղրանկար, ինքը երգիծանկար է, հիմնականում քաղաքական աշխարհի մարդկանց։ Ոչինչ, ինձ էլ կարական եք։ Կմտածեմ։ Կարակ սենց քիթս բան անեք։ Իմը հենց այդ մարդու գործունեության վրա։ Հա, ոչ չէ իմը ինչ անեք։ Ես կմտածեմ։ Ինձ մի բան Մի բան կգտնեք։ կմտածեմ։ Միմին ինձ ասում են, զավեն խելքը թոմ ետ չես տալի, գիտես խի։ Խե։ Ասենք զուգահեռ մի վիպակ եմ գրում 4 հատ վիպակ։ Հա։ Ըստ միջազգային չափանիշների, եթե դու 4 հատ բանից ավել ես գրում, դա արդեն հոգեկան խանգարվածության նշան է։ Ինձ թվում է այդ նշանները այս պահին չի երևում։ Չի կարա երևա, որտեվ իմ մոտ պիտի առաջինը, ոնց որ նմանատիպ մարդիկ, ոնց որ գժերը չեն հասկանում, որ գիժեն։ Հա, նորսի բանը գնացել եք միլը։ Որ գնա։ Միլը գնացել եք։ Միլը որն է։ Եկել եք ստի միլը չեք գնացել։ Աստի թրիկ էր։ Ախ, Ցեղ, թրիկ։ լիքը թրիկ։ Ուստի մի հատ մեծ քար կար։ Ահա։ Այն տարիներին, որ 90-ականներին են, որ լույս չկար, ջուր չկար։ Հիմիկվա մի քիչ խինացած տեսակն էլի։ Մենք բոլորը մենք սաղովի ավելի ճիշտ։ Մեր խալինի նստի լվանենք։ Մենք խալին փռում, վերջը ստի հերթեր։ Հիշում եմ մեզ այստի ասենք գծում էիր, հետո այդտեղ փռում էինք, նստում այդ քարին մի կտոր հաց սպանիր ուտում, ու դե այդ վաղ նստում ես, մենձերի զրիցնին լսում, ու ինչ եմ լսում, որ այս ջուրը որտեղից որ գալիս է, մի թվերով բանով կարող է կոնկրետ չասեմ, ասենք 80 մետր թե 120 ասենք։ Բայց այս թունելը երկար գնում է այս սարի տակը, այս սուբլսի, այս սուբլիսն է, սուբլուս։ Գնում է տակը ընդիան մի եթե չեմ սխալվում 12 տարբեր տեղի ծաղտյուրնի է գալի իրար կպչում ու ամենահետաքրքիրն է որ մամայից դասարանցիք պատմում են որ իրանք մտել են մի ասում այս վերջ ես էլ եմ մտել չգիտեմ ճիշտ էր ասում թե չէ ինքը սենց մեծ սյուներով այնտեղ կամարակապ մի հատ տեղ է ոնց որ միկվա ինչ են ասում այս ջրմուղի բանի է Հա այս տենց մի տեղ է Ոնց են մտնում ըստ այս սրանով Սենց մտնում են գնում վախալու է մի քիչ իհարկե Հələ խմենք Խմել ես անմահական այն վերևից Էսա ձերն ասե Վերևից Հա սա հես անում Հələ Միկում անես Կյանքը Գիտարի 70 կիրեզվեր Դե արի մի քանի կոմ անե Սարն է համել Համել համով Հլոր չկա բանքի կամել Շատ համով է Սենց գնոնք Հետ ինքը ուժը սիմուների նոմանա, բայց գնում են հացում են այդ տեղը, որտեղ է Իսկ լինում է, որ ջուրը կտրվի, նոր գնաց Ես չեմ իշում նման դեպ Այն թվերին մնացել եմ հրսանիք նկայելու նոյեմբերային շրջանի գեղեից միննա, դեռ պալատկումն է հրսանիքը Մի 300-400 հոգի նստած են մեկ է զարյատկեզ նստում է Այն վաղտել հմիկվը բան կամերանից է շնուրով էր են բան կասետներից ներ Արդեն մոռաց այլանում, ինչ էին ասում Հա, հա, չէ, վեհաշից հետո մի հատ ուրիշ էլ եկավ մտիշտ Հա, սա լենտը հատներ, դե վաղ լենտը հատնով էր էլի Գնացի այս բանին, Թամադինասի կարած նվերների տալը մի քիչ ձգձգես Համ զարյատկեն ասավ հա Ոյ մարդ ման եմ գալի, զարյատկի տեղ չկա Այս հարսի ոտների տակին, հարսը որդի նստած է, բան կար Տրայնիկ Տրայնիկ, հա Տարա կամերան միասի, դե որ ցուրտ է, բերել են մի հատ փչովի պլիտա միասի, որ հարսը տակելի Մի քիչ ժամ Ջան Մի քիչ ժամ ետը, ինչ-որ ֆիբրի, թե շնուրի ֆոտ է գալի Այս ինչ ֆոտ է, ես հիշեցի, որ կամերաս դրել եմ ընդի, ու դե պլիտա միասավ Արդեն ժողովրդի քեֆը լվնացել է Քեֆն ու լավ խմած, գնում եմ այս փեսիա կանջին Շատ նորմալ ասում եմ ախպեր, հարսի ոտների տակին եմ դրե կամերաս ու հոտ է գալի Ու մի կռիվը սկսեց Ինձ բռնեցին, տարան, քաշ տալով դուս, ո՞չ է
հարսի ոտներից ֆոտո գալի։ Ասում հարսի ոտներից չէ, ես քեզ ուրիշ բան եմ ասի, ասում եմ կամերան դրել եմ ընդի, հա։ Լավ է։ Վերջը այդ իրար բարաշեցինք, հա բայց մենք չկա ասի ու չդի, բայց բարաշեցինք, ասավ դե գնա հարսին, ասա կներ է, սա հրցանիկը հրամել է, գնացի հարսին, ասի քիա 1080 էլի, ես թենց չեմ ասի։ Բայց քո ոտերից ֆոտո գալի։ Հենց հետո ինքը տենց ասավ, ասում ես դրա համար չեմ լացնում։ Ես ուզեի իմանամ դու որտեղ ես։ Ու դա զարավ տենց բան անեկդոտ որ գնում էի թամադամադա ասեին, «Ահա են հարսի ոտների անեկդոտը բան»։ Հապասեն դրանց ան եղավ, որ թե որտեղից գիտեք, բայց ֆոտո տենց բան։ Ֆոտո տենց։ Եղավ Զավեն ջան, շատ մերսի, շատ ուրախ եմ որ հանդիպեցի։ Այսօր խոստացածս գիրքը կսպասեմ կարծիքին։ Այո, մեծ սիրով եւ իթե ես կյանքում ամենաշատ սիրել եմ գիրք նվելը ստանալ, անկեղծ եմ ասում։ Դե հա, Ու եմ ասում երկու օրինակը միտեղ չիլում է լավ։ Համ դու էիր ստի, համ ես արցակուրտում, համ նվերը ստացա։ Անիկ sense մատ։ Մի խոսքով մակագրեմ անպայման։ Ձեռք բերելով 8 եւ ավել կիլովատ հզորությամբ արևային կայան My Energy-ի կողմից կստանաք 2 վահանակ։ Բայց Ժողովուրդ ջան, սա ընդհանրապես նվեր չէ։ Այդ 2 վահանակը ձեզ յուրաքանչյուր տարի տրամադրելի է 88,000 դրամի հավելյալ էլեկտրաէներգիա։ Այնպես որ զանգահարեք 8109 հեռախոսահամարով եւ ստացեք անվճար չափագրություն եւ նախագիծ։ Հայաստան անունը տալիս ժերի մեջ մի տուն եմ հիշում ալևոր կամուրջի հոնքին ծիծարի մի բույն եմ հիշում թեքված մի մատուռ եմ հիշում եւ բերդի տեղահան մի դուռ ավերակ տաճարի մի վեմ եւ բեկված մի սյուն եմ հիշում Հիշում եմ լքված մի թոնի, բերանին մամրոտած մի խուր, մամրոտած որ մի խորոչում, մասրենու վարսաթափ մի տուն, աշխարհի քարերին մաշված, աշխարհից խռոված մի ցում, եւ հեռվում ինչ-որ ուշացած Էսի մեծ ռամաշկա է։ Պատիվ անեմ, Վայ։ Պատիվ։ պատիվը գիտես ինչն է։ Հա էլի յանի հաշ ջուր։ Հացը ջրով զատ կլի ուլ մորթենք բանանենք։ Վայ չէ, բա մեղք չի ուլիկը։ Էս ինչ լավ գործի եք։ Մեր գործ է սա։ Հավաքում եք չորանա։ Էս թե թողում եք տենց։ Չէ, ոնց որ տուկ ենք սարքում։ Տուկ եք սարքում տանեք։ Ովերին։ Հա, հետո ավտո եք բերելու ես սաղ դնեք տանեք։ Կարևորը դու ես աստղը։ Երեխեն ա ձեր։ Արի։ Թորները։ Լավ եք նայել ձեզ, հա։ Էս սիրուն ծաղիկ ա։ Դե այդքան եք ծաղիկ չի։ Էսի ռամաշկա է մեծ։ Չէ։ Բա։ Ռամաշկա ստեղ չի լինում, հենց ստեղ։ Այն մասում ալնում։ Այն որ այնտեղ կա, էլի սենց տեղա։ Իսկ քան ի՞նչ է։ Արծրուն։ Արտյոմ։ Արծրուն։ Արծրուն։ Արծրուն իրականում շատ գեղեցիկ է ու շատ հաճելի, երբ որ տեսնում եմ դու եկել ես ու պապիկիդ օգնում ես։ Այդ խոսում է քո աշխատասիրության մասին։ Մի հատ տենամ հələ հիշում եմ, փոքրվաղ շատ եմ էլի արե։ Պրոստե էսի քիչ է, էլի, պիտի շատով էլի վերցնես, չէ։ Հա։ Սենց մի անգամից էլի։ Վայ, այս տակը խոտ մնաց, խոտ կպավ։ Օպլա, այս գործը սեզոնային է, չէ։ Հա, ամառային։ Ամառային է։ Ամառն կանում։ Հա, իսկ դու սիրում ես գյուղատնտեսությունը։ Դե, հա։ Թե ուղղակի պապին օգնելու համար է։ Չէ։ Սիրուն, սիրում է։
Սիրում եմ։ Ինչ ասում։ Ասում եմ սիրում եմ, էլի։ Հա, որ չսիրեր, չեր անի, չէ։ Բայց ես չէի սիրում փոքր վաղտ ինձ ստիպում էին, որ անեի։ Բյուրական։ Ես մարոդինա հավաքել չէի սիրում, տատիս ասում էր հավաքի, զզում էի այդ գործից։ Քանի թոռն ես։ 10 10 թոռ։ Վա։ 8 տղա 2 աղջիկ։ Հարուստ եք, էլի։ Այն էլ ինձ ձեր եմ հարուստ է։ Այ մեծահարուստ մարդը սենս կլինի։ 10 թոռ։ Գործը, հալա գործը, վերջումը կաղա վարձատրեմ քեզ, լարերում աղկալ։ Ինչը վարձատրի։ Հա, բա ինչ ուղղակի մի քիչ դախացել եմ, գիտեք։ Շուտմանից չեմ արել։ Որ մնայեք լավը դեռավը վաղներ կգեինք, այն մաքրոթին։ Խոտը հնբան անեինք, քաղենք։ Բան կանեինք։ Հա։ Ոչինչ, թոռները կօգնեն ձեզ։ Ես այսօր կամ վաղը չկամ, իսկ թոռները միշտ կան։ Հա՞։ Ինչ ասեցիք։ Ասում եմ երեք վարեխեն ես, այդ ինչից ես խոմ սոր կան վաղը չկան։ Նկատի ունեմ ձեր կյանքում։ Յանի թոռները միշտ ձեր հետ են, իսկ ես բան եմ, էլի, հեսա գնում եմ։ Դե ինձ սիրելիներ, ավարտին մոտեցավ մեր հաղորդումը։ Իմ պարքն եմ համարում ձեզ հիշեցնել, որպեսզի անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին ու չմոռանաք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք, երբ որ հանդիպենք։ Այ Արավոտը սարերում Սարերն ասին բարև Օրը սարնեց հոգիսար Ելավ արևին էլ Հաղորդման գործընկերն է My Energy ընկերությունը։ Ձեր էներգիան ձեր ձեռքում։